առաջին հանրապետության անկախության օրն է, մայիսի 28-ն է, որոշել եք գաք եռաբլուր ձեր զավակին։ Այո, իմ որդին է, մենք ամեն օր ենք գալիս եռաբլուր, ուղղակի այսօր տանն ենք, առավոտյան ենք եկել ենք ուղղակի, չգիտենք ինչ պատասխան տանք մեր տղաներին, երբ որ արդեն այսօր հայրենիք չունենք, իսկ իրենք կրում են մեր հերոսական անցյալի մի մասնիկն են։ Նկատի ունեք Արցախը, որ չկա։ Դե իհարկե Արցախը չկա եւ ոչ միայն Արցախը, չգիտենք մենք Հայաստանի մի մասը կա, չկա, չեմ կարող ասել։ Ուղղակի ափսոս էին տղաները, որ պայքարեցին հանուն հայրենիքի, իսկ մի գրչի հարվածով հայրենիքը հանձնեցին թշնամուն։ Եվ ոչ միայն մեր տղաները, ինչու՞ չէ նաև 90-ականների հերոսները, ապրիլյանի հերոսները, ու խնդրեմ։ Որտեղ է զոհվել ձեր տղան։ Աղդամում։ Ինքը կամավոր է գնացել, բալես ծառայել է։ Էլի Արցախում է ծառայել, բայց հայրենիքը ավելի առաջնային էր իր համար։ Հիմա խոսվում է, որ հնարավոր է խաղաղության համաձայնագրից հետո խաղաղ համակեցություն լինի, հայերը գնան Բաքու ապրեն, առևտուր անեն իրար հետ։ Դուք սա իրատեսական համարում եք, որ հաղթա։ Ոչ, ոնց կարա թշնամու երկրում, թշնամին մտնի, ես չգիտեմ իրան ինչ կանեմ, կխեղդեմ իմ ձեռքերով։ Դա ինչ աբսուրդ է։ Դա միայն թրքամետ հասարակությունը կարա ընդունի։ Ոնց կարելի է թշնամին, երբ որ այս ամբողջ եռաբլուր է տղաներ, որ ապագա ունեին, պետք է ապագա կերտեին, զոհվեցին, որ թուրքը, հա, գա ապրի ստեղ։ Իհարկե ոչ, ես չեմ ընդունում։ Ասում են ինչքան պետք է այս թշնամանքը մնա, ի վերջո պետք է հաղթահարել այդ թշնամանքը։ Թշնամին միայն մնում է թշնամի։ Չպիտի մնար, ուրեմն այսքան զոհ չպիտի լիներ։ Ոնց որ ասեց այդ ները, այս ամենը կարա լիներ առանց այսքան զոհերի, բայց նա այս տղաներին զոհեց, հանուն իրա, չգիտեմ ինչ բարեկեցի կյանքի, ու ժողովուրդն էլ հանդուրժում է, դա հանդուրժելու բան չի։ Պետքա շուտ այս իշխանությունը վերանա ստեղից, որ կարողանանք մենք տղաների արածը պատասխան տանք, տղաներին գոնե պատասխան տանք, ինչի համար ենք ապրում, չգիտեմ, շատ դաժան է։